Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 27-ի համար, այսքան ուրը տեսանյութեր չեղան, բավականին զբաղված էի ճանապարհներին է եւ չկարողացա տեսանյութեր անել, որովհետեւ չի արել, ժամանակին, ամեն օր ես ձեզ համար թարմ էի անում այս շաբաթ։ Ինչպես տեսնում եք, երկու քարտ են այստեղ, մեկը սովորական մեր ամենօրյայի համար է եւ սա հրեշտակների քարտեր են, նոր եմ ես գնել իրենց, շատ արագ եկան, պատվիրել եմ, տեսքը այսպես շատ շքեղ է, վրայինը շատ եմ հավանում այսպես միատոն եւ ինչ որ հետաքրքիր բաներով, բայց սա ավելի վառ է, հա, վառ քարտեր են, որովհետեւ հրեշտակները այդպես են, պետք է իրենց համար վառ լինի, ոչ թե մռայլ, այլ եթե մռայլ պետք է լիներ, բավականին տարու քարտեր կային մռայլ եւ ես կարող էի այն ձեռք բերել եւ ձեզ ներկայացնել։ Բայց իրենք հարկավոր են մեզ ավելի վառ տեսքով, հա, այսպես ավելի արտահայտիչ, եթե մեկական քարտ է դուրս գալիս, արդեն տեսքը ուրիշ է։ Ահա, յուրաքանչյուրի համար մեկական քարտ կհանեմ, կտեսնենք օրվա խորհուրդը ինչ է ձեզ խորհուրդ տալիս, բայց չգիտեմ ամենօրյա այդպես կլինի թե ոչ, որովհետև գիտեք, որ ամենօրյաները կարող են նաև դուրս գալ, մինչև հոկտեմբերի 31-ը ես դեռ ժամանակ ունեմ մտածելու դրա մասին, 31-ին արդեն ամեն ինչ պարզ կլինի, մեզ համար թե ինչ է լինելու, կշարունակեմ արդյոք թե ոչ։ Եթե չլինի, ապա այս քարտերը ես հենց պատվիրել եմ նրա համար, որ հրեշտակների խորհուրդը ձեզ համար անեմ, իրենք համարակալած են եւ ըստ դրա կորոշամ, որ հրեշտակն է ձեզ համար ինչ խորհուրդ տալու։ Բացի այն, որ այստեղ գրված են եւ այս գրվածքով եւս, հա, ես դե ինչ որ նախադասություն է այստեղ ինչ որ հատուկ բան չէ։ Եվս, հա, այդ խորհուրդն էլ եւս ձեզ կտամ անպայման։ Եթե չլինի շաբաթականը, ապա օրվանը, ապա կլինի 15 օրը 1 ընդամենը, բայց ընթացքում էլի տեսանյութեր կլինեն։ Դեռ վերջնական չեմ որոշել հոկտեմբերի 31-ից հետո նոր երկուշաբթի օրվա համար արդեն կտեսնեմ 1-ից, այսինքն շաբաթ օրվա համար, 1-ից 15-ն եմ անում ընդամենը, թե նորից կրկին շարունակում ենք կանխատեսումները։ Շատ բան կախված է այդ ժամանակահատվածից եւ ձեր դիտողականությունից բնականաբար, հա, դա է ամենակարևոր պատճառը, որ ես չեմ շարունակում ամենօրյաները։ Դա այս ալիքի համար ոչինչ չունեմ ասելու, այս ալիքը ինքը այսպես թե այնպես վնասված ալիք է, թուղթուգիր արած ալիք է, մի կերպ կարողանում ենք այնպես անել, որ երևա այս ալիքը։ Ձեր շնորհիվ է, դա ձեր շնորհիվ է, թեկուզ որ եթե տեսանյութը հասնում է 1000, որովհետև այս ալիքում բացարձակապես հա ինքը մեռել է այս ալիքը, սպանել են, կարելի այդպես ասել, ոչնչությունները ազդել են այս ալիքի վրա։ Դե բայց մեր բոլորի ուժը ավելի ուժեղ է, քան իրենցը, բնականաբար։ Մենք կեղտոտ մարդկանց չենք սիրում։ Եվ շարունակենք կանխատեսումը, ժամերը մեկ-մեկ լինում են, մեկ-մեկ չեն լինում սիրելիներս, որովհետև իրոք ժամանակի հետ կապված բավականին շատ խնդիր ունեմ, շատ խնդիր ունեմ եւ չեմ կարողանում հասցնել։ Դրա համար մի փոքր պետք է այդպես առաջ տակ նայեք, ինձ թվում է դժվարություն չի։ Երբ որ տեսնում եք գցում եմ քարտեր, այդ ժամանակ արդեն կարող եք վերջի ժամանակ կարող եք կանգնեցնել, այ ովքեր որ տարիքով մեծ են, դժվարանում են ընդամենը արագ, այսպես երկու անգամ կտկտացնում եք էկրանի վրա, ինքը 10 վայրկյան, 20 վայրկյան առաջ է տալիս եւ այդպես կարող եք գտնել, եթե դժվարանում եք։ Որտեվ եթե գիտեք ձեր նշանը բավականին հետ է, հա, կարող եք մի փոքր առաջ տալ, հետո այդպես կտկտացնելով, այնքան շատ արագ կտկտացնեք, այնքան 10-10-10 վայրկյաններ առաջ է գնում։ Դա այն մարդկանց համար, ովքեր որ տեղյակ չեն, ընդհանրապես YouTube-ի գործունեությունից։ Այսքան իսկ մենք կնայենք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հոկտեմբերի 27-ին։
Հարգելի առնետներ, բավականին վառ քարտ է ընկել հրեշտակների հետ կապված եւ նշանակությունը եւս։ Այստեղ տեսնում եմ մի փոքր վատ օր, լարված օր է սա ձեզ համար։ Մի փոքր դուք եք սկսում, մի փոքր չէ, դուք եք սկսում այդ ամենը, դրա համար դուք կարող եք փոխել ձեր օրը եւ ուրիշ բաներով զբաղվել։ Առավոտյան տխուր եք, միգուցե ընտանիքի անդամներն են տխրեցրել, միգուցե տան հետ է կապված տխրությունը, գոռգռում եք կամ անդամների վրա, կամ միգուցե տան տերն է, միգուցե ինչ որ մի բան է, հարևաններն են, ինչ որ մեկի վրա սկսում եք գոռգռալ։ Դա ձեր տխրությունից է, ձեր այդ էմոցիոնալ վիճակից է։ Նաև օրվա ընթացքում ինչ որ բաներ փակվում են արդեն ձեր համար, եւ եթե գոռգռակ դեպ նշեմ, որ բավականին կարող եք վատ զգալ ձեզ, նաև բժիշկ կանչեք։ Դրա համար այստեղ ուշադիր եղեք, կամ դիմացինը կարող է վատ զգալ իրեն եւ իր համար բժիշկ կանչեք։ Դրա համար ձեր օրը փոխեք այստեղ։ Հստակ ձեր տխրությունից, ձեր դեպրեսիվ վիճակից, որ ինչ որ խնդիրների պատճառով է, հա դուք սկսում եք գոռգռալ։ Եվ ինչ որ մի բան փակ է, դա կարող է անսպասելի լինել ձեզ համար եւ անսպասելի կարող է որևիցե տղա անել, օգնել ձեզ։ Եվ հրեշտակի խորհուրդը այդ օրվա համար դա ծանր աշխատանքի եւ բազմաթիվ առաջադրանքների ժամանակն է։ Գուցե դրա համար եք այդպեսին դեպրեսիվ վիճակում հայտնված։ Եվ այս զբաղված ժամանակներում ստանձնեք ձեր գրաֆիկի պատասխանատվությունը եւ անկեղծորեն գնահատեք այդքան զբաղված լինելու հիմքում ընկած պատճառները։ Ոմանց համար դա ֆինանսն է, ոմանց համար կարիերայի բարձրացումը եւ այլն եւ այլն։ Ոմանք էլ հենց կարող է ընտանիքի բեռն է ձեր ուսերին, դա համար այդտեղ բորբոքվում եք, չեք դիմանում։ Դա համար այդ քարտ ընկել է, որ գնահատեք այդ պահը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 27-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում, ամսվանի հետ մի խառնեք։ Այդ օրը առողջության հետ կապված ինչ որ խնդիրներ կան, կամ պետք է գնաք բժշկական կենտրոն, կամ որևիցե կոսմետոլոգի մոտ, կամ պարկած եք տունը, կարող է հիվանդ եք։ Ինչ որ կտրուկ քայլ, կտրուկ կարող եք այցելել հիվանդանոց, կտրուկ ոչե դիմեք մասնագետի ինչ որ մի հարցի համար, կամ ինչ որ անսպասելի մի պատասխան կլսեք մասնագետից, այստեղ վիճում եք։ Վիճում եք ինչ որ մեկի հետ, միգուցե մասնագետի հետ եք վիճում։ Կարող է օրինակ գնացել եք բժշկին, մեկ էլ մի հատ եսի միշտ թիվ են ասում։ Ինչ որ մի դե եսի մեծ թիվ է, որից էլ որ վիճում եք։ Ոնց որ ես գնացի, դե չեմ վիճել, բայց ամենայն դեպս անսպասելի էր, ասում են իբր նոյեմբեր հունիսից է թանկացել, բայց հայրի մոտ ուտելիք գնելուց բավականին գինը թանկացել էր։
որ գնում էինք մեկ հատը 5.50-ով, հիմա 7.50։ Եթե մեկ երկու հատ ես գնում, դա բավականին թանկաջուկ է։ Պետք չէր, անսպասելի էր ճիշտ ասած, ես չվիճեցի, բայց այդպես ինչ-որ կտրուկ ինչ-որ բան տեղի ունեցավ այդպես։ Նաև միգուցե ինչ-որ մեկ այդ գումարի հետ, արժեքի հետ է կապված վիճում։ Նաև գումարը ստանալու հետ եք վիճում, կարող է այստեղ ձեր տնօրենն է եւ կարող է մերժում է գումարը կամ դե խոսում եք, ասում է դեռ չէ, կտրուկ քայլ եք անում, վիճում եք իր հետ, հենց գումարի հետ կապված։ Ոմանք էլ հենց գումար կստանան այդ օրը, միևնույնն է, թե պետք է վճարեք, նաև գումար կվճարեք։ Եվ նոր հույս է սա, հույսն այդ կարող եք դնել ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա այդ օրը։ Եվ հետևեք ձեր առողջությանը։ Այստեղ անպայման հարկավոր է առողջությանը հետևել, երեկոյան հանգստի կարիք կունենաք։ Իսկ հրեշտակներն ասում են, դա սա կոչվում է հոգևոր պաշտպանություն։ Աստված եւ ձեր պահապան հրեշտակը հսկում են ձեզ եւ պաշտպանում եւ ֆիզիկապես, եւ հուզականորեն, եւ էներգետիկորեն, այնպես որ ձեզ հետ են լինելու այդ օրը։ Մի վիճեք, ամեն ինչը հանգիստ արեք եւ ամեն ինչ կկատարվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք բագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հոկտեմբերի 27-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը հեռախոսազանգ կունենաք կամ դուք կզանգահարեք ինչ-որ մեկին, նաև երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, զարգացում ունեք, առաջխաղացում ունեք, այդ օրը գումար կստանաք կամ գումար կծախսեք նաև, եւ ժամը ձեզ համար շատ կարևոր է, կամ ժամ կարող են ասել գնաք գումար ստանալ, կամ դուք պետք է վճարեք այդ ժամին ինչ-որ մի բան։ Ժամը մի խոսքով կարևոր է ձեզ համար։ Իսկ հրեշտակի խորհուրդը, սա աստվածային կյանքի նպատակը, այդպես է կոչվում։ Վստահեք նշաններին եւ ձեր ներքին կարելի ասել ձայնին, որ ձեզ կհասցնի բավարարվածության վիճակի։ Եվ թե ինչ եք դուք ուզում առաջնայինը որ լինի ձեզ համար։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հոկտեմբերի 27-ին։
Հարգելի նապաստակներ, ճագարներ, այդ օրը մտածում եք ինչ-որ մեկի մասին կամ ինչ-որ բանի մասին։ Այստեղ տան գործերը առաջ չեն գնում, միգուցե դա է, միգուցե ընտանիք կազմելու գործերը առաջ չեն գնում, միգուցե տան հետ կապված ինչ-որ պահեր են, դուք տուն չեք կարող փնտրեք կամ վաճառեք, հա մտածում եք ինչպես անել, որ այդ գործերը առաջ գնան։ Եվ ուրախ եք օրվա ընթացքում տրամադրությունը բարձր կլինի, սպասում եք ինչ-որ մեկին, որպեսզի գա կամ ինչ-որ մի բանի եք սպասում, ոչ թե ինչ-որ մեկին։ Իսկ հրեշտակի խորհուրդը սա է կիրք եւ նպատակ։ Ձեր ոգևորությունը ձեզ տալիս է այն էներգիան եւ մոտիվացիան, որն անհրաժեշտ է ձեզ համար շատ թանկ եւ նշանակալից նախագծի վրա աշխատելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հոկտեմբերի 27-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ոչ է նամակ կստանաք, տեղեկատվություն կստանաք, նաև հանկարծակի լուր այստեղ կամ ինչ-որ մեկի հիվանդության հետ կապված, կամ որ հիվանդանոցում է, կամ ոչ է բժշկական կենտրոնից կարող եք ինչ-որ անսպասելի լուր լսել։ Եվ ինչ-որ մի բան ուշանում է կամ կարող է դեռ 1 ամիս պետք է պարկի, 1 ամիս պետք է բուժվել, 1 ամիս պետք է ինչ-որ մի բանի սպասեք ամենայն դեպս հնարավոր է նաև տեղեկատվության մեջ է դա ասվում կամ ինչ-որ փաստաթուղթ է դրա մեջ է դա ասվում։ Իսկ հրեշտակի խորհուրդը սա է, քո եզակի որակները քո կյանքի նպատակի կարևոր մասն են կազմում։ Մյուսներից տարբեր լինելը եւ ուրիշներից տարբերվելը վատ բան չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերի։ Ինչ է սպասվում օձերին հոկտեմբերի 27-ին։ Հարգելի օձեր, այդ օրը երկար սպասված ոչ է տեղեկություն կստանաք, ոչ է նամակ, փաստաթուղթ, նաև
հրեշտակները մոռացա։ Ձեզ համար օրվա ընթացքում կտատանվեք, ինչ-որ հարցին ծանրութեթև կանեք, ինչ-որ հարցի մասին կմտածեք և դա կարող ծանրութեթև անել նաև կասկածել, ինչու ոչ, և երեկոյան կամ ուշ եք պարկելու քնելու կամ ավելի շուտ։ Նաև սա ինտիմ հարաբերություններ է ոմանց համար, կամ մի փոքրիկ աղավատ եք զգում, կամ հոգնած եք, ուզում եք ավելի շուտ պարկել կամ պարկում եք ընդամենը, բայց չեք քնում։ Իսկ հրեշտակները ձեզ խորհուրդ են տալիս, վերահսկեք իրավիճակները կամ խնդիրները, օգտագործեք Աստծո տված ուժն ու զորությունը, փոխանակ վախենալու, որ ուրիշները կարող են փորձել վերահսկել ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, այստեղ նաև նամակը կա, աչքս ընկավ, տեղեկություն եք ստանալու, եթե կողքերը բաներ չկար, տեղեկություն եք ստանալու, փաստաթուղթ, ոչ ինչ-որ մի բան, ինչ-որ մեկ այդ նամակագրական կապի մեջ կարող լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հոկտեմբերի 27-ին։ Հարգելի ձիեր, ոմանց այստեղ ամուսնության առաջարկ կանեն, ոմանց սիրախոստովանություն, կամ պատրաստվում եք հարսանիքի, կամ հարսանեկան որևիցե ինչ-որ տոն է ձեզ մոտ, ինչ-որ տարեդարձ եք նշում, նաև պետական հիմնարկության հետ կապված ինչ-որ հարցեր կան, որոնք որ ձեզ կուրախացնեն, լինի դա բժշկական կենտրոն, ուսման կենտրոն, թե յուրաքանչյուր տեղ, նաև դա ժառանգությունն է, ձեր եկամուտները, որոնք որ ևս էլի ձեզ կուրախացնեն։ Իսկ հրեշտակները ձեզ ինչ են ասում են, պատրաստ եք նորից սիրելու։ Ձեր սիրտը բուժվել է անցյալի վերքերից և կրկին բաց է սիրո համար։ Այնպես որ ձեզ տեսնեմ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերի։ Ինչ է սպասվում այծերին հոկտեմբերի 27-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կարող են գալ ինչ-որ մեկի ձեր տխրության պատճառով ինչ-որ մեկի հետ կարող եք գորգրալ կամ գորգրակ ինչ-որ մեկի վրա, հետո ձեզ վատը զգաք դրա համար կամ ձեզ մի փոքր տխուր եք զգում եւ կարող ձեզ խոսեցնում են եւ դուք սկսում եք գորգրալ։ Կներեք, նաև կարիերան, որ աճ չկար, կանգնած էր, խնդիրներ կային, աշխատանք չկար, պատվեր չկար, ապա հիմա այդ ամենը կզարգանա ձեզ մոտ, առաջ կգնա, ամեն ինչ կկարգավորվի, ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանքը հենց առաջ կգնա, նաև աշխատանքի համար եք կարող ճանապարհ գնում, կարող գնում եք հարցազրույցի։ Նաև այստեղ պետական հիմնարկության աշխատող է, ում հետ որ կարող եք հանդիպել։ Եվ երեկոյան նաև կարող եք ձեր տղամարդկանց հետ կամ տղամարդու հետ նստել քննարկել ինչ-որ մի հարց, գուցե աշխատանքի հետ կապված դա լինի, բիզնեսի հետ դա կարող է կապված լինել, ինչ-որ բաներ եք քննարկելու։ Իսկ հրեշտակը դա ասում է խորը զգացմունքային բուժում։ Ձեր սիրտը պատրաստ է բուժվել անցյալի անհանգստություններից, վախերից, եւ դուք պատրաստ եք, կամ պատրաստ եղեք, հա, ձեր ժամանակն ու էներգիան նվիրել այդ թերապևտիկ խնամքին։ Ինչպես տեսնում ենք, այստեղ հա մի փոքր մելամաղձոտ վիճակ է, նաեւ դեպրեսիվ վիճակ է, որ սկսում է գորգռալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հոկտեմբերի 27-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում ձեզ համար, դա ձեզ կարող է հուզվել, հա, մի տեսակ կարող եք հուզվել դրանից, նաև նոր սեր կամ սիրո խոստովանություն կարող են ձեզ անել, դա ինձ հուզվեք, նաև տատանվում եք, ընդունեք արդյոք թե ոչ, տվյալ անձնավորությանը կամ միգուցե ժամադրության են ձեզ կանչում, դա եք որոշում, դե հրեշտակը ընդհանրապես, հա, ադամանդն է, և օրվա ընթացքում պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է գնականեք, կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն կամ եւ այլն, այն ինչ որ պահեր են։ Իսկ հրեշտակը ձեզ խորհուրդ է տալիս ճանաչեք ձեր սեփական արժեքը, դուք Աստծո թանկարժեք գոհարն եք։ Այնպես որ շնորհավորում եմ ձեզ, ոչ բոլորն են Աստծո գոհարը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղներին։ Ինչ է սպասվում ակաղներին հոկտեմբերի 27-ին։
Հարգելի ակահաղներ, այդ օրը կստանաք երկար սպասված ոչ տեղեկատվություն, նամակ, փաթեթ, ինչ-որ SMS, փաստաթուղթ է կաղա շատ կարևոր։ Օրվա ընթացքում հուզված եք, բայց չգիտեմ ինչու, այստեղ ոչինչ ցույց չի տալիս, չեմ հասկանում ինչն է պատճառը։ Կարող եք նաև արտասվել, կամ կարող ինչ-որ միտեղ եք գնում, ինչ-որ մի բան եք անում եւ այդպես հուզված վիճակ է ձեզ մոտ։ Եվ ինչ-որ բան ձեր ձեռքից բաց կթողնեք։ Իսկ հրեշտակները ձեզ ասում են. թույլ տվեք ձեզ արտահայտել ձեր էմոցիաները կամ ցույց տալ կամ այն նմանատիպ ինչ-որ ձեր բոլոր էմոցիաները։ Ձեր զգացմունքների ամբողջ սպեկտրը կարևոր ուղերձներ եւ խորհուրդներ է ուղարկում ձեզ, հա, որ ավելի բաց եղեք էմոցիոնալ առումով։ Դե այստեղ ամենայն դեպս միգուցե ինչ-որ կարող է ուրախության արդյունքներ են դա եւս ասում է, որ ինչ-որ մի ձևով թուլացրեք ձեզ եւ թույլ տվեք էմոցիաները արտահայտել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին հոկտեմբերի 27-ին։ Հարգելի շներ, այդ օրը կարծես թե մի փոքր հիվանդ եք, առավոտյան եք զգում հիվանդ եք, օրվա ընթացքում եք զգում հիվանդ եք, կամ կարող է կոկորդն է ցավում առավոտյան, հետո օրվա ընթացքում զգում եք, որ թույլ եք, կամ կարիք կա բժշկի գնալու, կարիք կա հանգստանալու, պարկելու, խոչընդոտներ են ստեղծում դրանք, հա, ինչ որ չեք կարող ոնց որ գործերը անեք ձեր բնականաբար, բայց հետո օրվա ընթացքում պարկում եք, հետո վեր եք կանում, արդեն ամեն ինչ լավ է, ձեզ լավ եք զգում։ Սպասում եք ինչ որ մեկին, դա է ձեզ համար խոչընդոտներ, հա, կամ խոչընդոտներ կան չեն գալու, կամ ինչ որ մի ձևով մի խոսքով խոչընդոտներ են, ինչին որ սպասում եք կամ ում հետ ում որ սպասում եք, իրենք կարող են չգալ։ Նաև եթե կարող եք պարկել, հանգստանալ օրվա ընթացքում եւ հետո ձեզ շատ լավ զգալ, ձեզ հաջողություն է սպասվում։ Եվ օրվա վերջ կամ երկար կմնաք ինչ որ այդպես հեռախոսով կխոսեք կամ գնաք ինչ որ միտեղ։ Ամենայն դեպս ինձ թվում է այստեղ երեգան պարկում եք եւ ինչ որ մեկի հետ եք խոսում հեռախոսով։ Ինչ որ շատ ժամանակ տրամադրում եք իրեն։ Եվ այստեղ հրեշտակները ձեզ ասում են սիրիր կյանքը, շուտով դուք կզգաք ձեր սիրային հարաբերությունների նոր փուլ, նոր էտապ, ոմանց մոտ կվերականգնվի իրանց հարաբերությունները, ոմանք էլ նոր սեր կունենան, նոր ռոմանտիկ սեր, նոր ռոմանտիկ հարաբերություններ։ Այսքանը ձեզ համար, միգուցե դա էր նշանակում այդպես ժամերով խոսել, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Կամ է ձեր կնոջ կամ ամուսնու վրա եք կրկին սիրահարվում։ Գնանք խոզերին, վարազներին։
Ինչ է սպասվում խոզերին հոկտեմբերի 27-ին։ Հարգելի խոզեր, վարազներ, առավոտյան եկեղեցանի մարդիկ կան, նաև ովքեր, որ ունեն հիվանդանոցում ինչ-որ մեկ այնտեղ իրեն հաջողություն է սպասվում, իրեն ավելի լավ կզգա իրեն, նաև եթե դուք գնաք այդ օրը բժշկի եւս ամեն ինչը հաջողությամբ կանեն։ Նամակ կստանաք, փաստաթուղթ, ինչ-որ մեկից SMS, տեղեկատվություն, նաև այստեղ ինչ-որ տղա է եւ աշխատանքը կամ հանդիպում եք հոծեպետական աշխատողի հետ, տղայի հետ, կամ Միգուցե ձեր տղան է սկսում աշխատել, ձեր ամուսինն է սկսում աշխատել, կամ աշխատանքի վայրում ոչ տղա եք տեսնում, սա կարող է լինել նոր սեր, նոր հարաբերություններ, նաև դա կարող է լինել տնօրենն է, ում հետ որ կաշխատեք, կամ ինչ-որ տղայի է, ում հետ կապ կա աշխատանքային։ Եվ սեղանի շուրջ եք նստելու, այստեղ ինչ-որ մի բան է երկարելու, եթե կարող է առիթ ունեք, ծնունդ ունեք, կամ հարսանիք է, միգուցե նաև սա հետաձգում են, 3 ամիս մոտապես, 2.5 ամիս, կամ ամանորին կամ ամանորից հետո, նաև սեղանի շուրջ նստած քննարկում եք, թե ինչու է ուշանում, այնտեղ կարող եք իմանալ, թե ինչ-որ մի բանը կարող է ուշանալ, երեկոյան տանը նստած ինչ-որ մեկը ասում է, որ սա ինչ-որ մի բան, կամ ինչ-որ մեկը պետք է կուշանա ինչ-որ մի բան, ասել են դեռևս 2 ամիս հետո նոր կլինի այդպես։ Իսկ հրեշտակի խորհուրդը սա է, նա նշանակում է սա ծանր աշխատանքի եւ բազմաթիվ առաջադրանքների ժամանակներն են եկել եւ այս զբաղված ժամանակներում ստանձնեք ձեր գրաֆիկի ճիշտ պատասխանատվությունը եւ անկեղծորեն գնահատեք այդքան զբաղված լինելու հիմքում ընկած պատճառները։ Ամեն մեկը մի բանի համար է այդքան իրեն ծանրաբեռնում եւ ոնց որ պետք է մարդը գիտակցաբար գնա դեպի դրան։ Ուզում է ծանրաբեռնվել հանուն դրա, թե ոչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։